Գյումրիում պատվարժան մարդիկ շատ են, ճիշտ է, սպային տասնյակներով ձերբակալված են, բայց հարյուրներով էլ կան ազատության մեջ եւ ինքը չի կարողանալու բոլոր այդ պատվարժան մարդկանց, առավել եւս բոլոր պատվարժան քահանաներին ձերբակալել։ Իմ երախտիկն եմ իսկապես ուզում հայտնել մեր թեմի գրեթե բոլոր քահանաներին, որովհետև այս ընթացքում, այս տարիների ընթացքում նրանք բազմաթիվ անգամներ ապացուցեցին, որ իրենք իսկապես բարեպաշտ քահանաներ են, հայ առաքելական եկեղեցու նվիրյալներ։ Հետևաբար միայն մեկ ցանկություն ունեմ, որ այս ամեն ինչը վարակիչ լինի նաև մյուս մարզերի, մյուս քաղաքների հոգևոր դասի համար եւ յուրաքանչյուր այդպես պինդ կանգնել իրենց տեղում եւ որևէ մեկը չհրաժարվի պատարակ մանուցել այնպես, ինչպես որ պահանջում է կարգը։ Ինչ մթնոլորտ է տիրում Գյումրիում։ Ինչ տրամադրություններ են։ Տեսեք, շատ ողջունելի է գյումրեցիների երեկվանից վերաբերմունքը, որովհետև հստակ մենք տեսանք թե համացանցում եւ թե նաեւ իրական կյանքում թեգուզ են բոլոր զանգերը, որ ես 3 տարբեր տեղերից ստացել եմ, փաստեցին մեկ բան, որ գյումրեցին մերժում է ցանկացած պիղծություն, գյումրեցին շատ լավ հասկանում է կառավարիչները ովքեր են եւ հետեւաբար վստահություն կա արդեն մեջս, որ դա չի համարձակվելու գալ Գյումրի։ Ինքը մինչ այս էլ բավականին այսպես վերջի տարիներին միշտ շատ զորքով, միշտ շատ ավելի վախվորած էր գալիս գնում, հիմա առավել եւս արել մի բան, որ ինքը գյումրեցիների կողմից մերժված է։ Սա կարծում եմ շատ կարեւոր է։ Առավել եւս նաեւ այս ամեն ինչը ցույց տվեց հետագան անգամ գյումրեցիների վերաբերմունքը իրենց թեմի առաջնորդի նկատմամբ եւ թեմակալ առաջնորդի նկատմամբ իրականացված կեղծ դատավարության ու վատ վերաբերմունքի նկատմամբ։ Սա նորից կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ սա խոսեց մեր քաղաքի արժեքների եւ այդ արժեքները պահպանելու կամքի մասին։ Ինչ սպասել Գյումրին գլխատած իշխանություններից։ Տեսեք, ինքը իմ կարծիքով էլ Գյումրի չի գա, որովհետեւ իր պատարակների մասնակցելու միակ նախ պատարակներ եկեք չասենք պատարակն ինքը շատ սուրբ եւ կարեւոր արարողություն է մեր համար, ինքը շտաշ առանձնավորական շոուների է վերածել եւ այդ շոուների համար ինքը մի քանի ատրիբուտներ կա, որը պետք է ապահովեն։ Առաջինը գիտենք եկեղեցում ծափահարությունները, որը հենց անարգանք է եկեղեցու մեր հավատքի նկատմամբ եւ երկրորդը վերապարի անունը զեղչելն է։ Իսկ այս դեպքում Գյումրիում ոչ մեկը չհամաձայնվեց, որ եկեղեցին վերածվի շոուների կամ համերգասարայի եւ որևէ մեկը չհամաձայնվեց վերապարի անունը զեղչելուն։ Հետևաբար ինքը կա Գյումրի ինչ պետք է անի։ Մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ որ ինքը սուտ է խոսում, ինչպես միշտ, երբ որ ասում է, թե ինքը որպես քրիստոնյա է գնում եկեղեցի, ոչ ինքը քրիստոնյա չի գնում, ինքը որպես սատանա է գնում է եկեղեցու փառքը խախտելու պատարակը անարգելու համար եւ եթե այստեղ չկան իրենց սպասողներ, չկան մարդիկ, ովքեր պատրաստ են եկեղեցին վերածել համերգասարայի, հետևաբար ես չեմ կարծում, որ ինքը այստեղ կա, իսկ եթե կա, ուրեմն ավելի լավ թող կա մտնի քաղաքի ցանկացած եկեղեցի, որտեղ հաստատ իրեն չեն ծափահարելու եւ որտեղ աղոթելու են վերապարի համար։ Թող կա այդ աղոթքը լսի, որովհետեւ սատանան խաչից վախենում է, չէ՞, դա հազարամյակներ մենք գիտենք։ Հետևաբար այդ սատանան թող կա գյումրեցիների խաչը համբուրելու։ Բայց ինչ է կարծում, ամեն դեպքում չի գտնվի ոչ մի քահանա, որ կզեղչի վեհափառի անունը եւ Գյումրիում գրկաբաց չեն ընդունի, ոնց որ մյուս տեղերում, որտեղ գնացել է։ Ես վստահ եմ, որ այո, ինքը չի ունենալու այդ հնարավորությունը։